Խա ինչ եք խոլրտոս։ Չսեմ։ Բա ինչքան կարամ ես տենց տվայտվել ծխկվելով ապրեմ։ Բդիսեմ։ Ինչքան կարա ինքն մեզ են շիտեղ դնա։ Մարդիկ հարցա գիտեն չկրնամ պատասխանեմ։ Մարդիկ էլ կսեմ։ Լավ, դու սսկվի ծենդ նստի, տեղդ նստի վերենգի։ Ես դա կուզեմ հարցազրույց անեմ մեր Փաշյանի հետ։ Այդ այնց հետո, մատդ Աբրես, Լենան Ազարյանի պես մատդ կողա հետա պլինջներդ խանա, շարի կարա, խաղա հայտել։ Մենք ենք դերը մեր երկրի։ Միացել էր, թողեմ քե։ Պարո Փաշյան, բարև։ Էլի ես եմ։ Ոնց ես։ Լավ ես, չէ։ Մեր հրաշք վարչապետ։ Պարո Փաշյան, հետա ծաղկազարդն հայկական տոն է, էլի, թե չէ։ Շնորհավոր էի, բայց դե դուր հայկական տոներն ուր։ Կուրբան Բայրամի օրն երբ էր, Պարո Փաշյան, շնորհավոր եմ քեզ։ Կուրբանա սեղիս։ Խա, լավ։ Հնցանք առաջ։ Պարո Փաշյան, լսիլը։ Ես կխաս կնամ, որ այնով էր։ Ավտանդիլնա, կատոկն կշակ գա մեր վրա։ Պարո Փաշյան, ես կխաս կնամ, որ դու էդի շատ պես զբաղված ես, խա։ Մորցել ես, որ դու վարչապետ ես, մորցել ես, որ դու ունես երկրի անվտանգային հարցեր, ամեն ինչ, առավոտից իրիկուն քու եմ բոշակնկան խփել ես քու պոշկեքուն, կեթաս էտա եսիմ դոր, մեղրի, եսիմ ուր, էտա զվրնես բոշի պես, էլի։ Ես դրանով հանդերձ, կուզեմ քեզ ասեմ, որ Պարո Փաշյան, գոնե ամիս մեկ մտի օդդակլասնիկ, էլի, որպես մեր գլխավոր ադմին։ Ես սպրավլացած չեղիմ էտա ժողովրդի վրա, գիտես։ Խա, մեր օպեսա սիգարետ ծխեմ թալեմ։ Հազար ներեղություն, որ ծխելով ակ խոսամ։ Օրյակ սեմ սպրավլացած չեղիմ։ Էտա օդնակլասնիկի մեջ մենք հմեն ես, հա։ Մեր գաչ կսուկ մեր դեմքին, լուր ու մունջ, էտա քու հեծանվա վասկինակ հետևենք, ծապակի տանք, էտա շարիգակ հանենք մեր քթերուց, պլուլցնենք, սենց սարքենք գնդակ, Լենան Ազարյանի պես, շպրտենք իրար վրա, բայց այս գարնան դեմ, Պարո Փաշյան, սրացումներ ասկսվե։ Էտա մեր զոմբիլենդի մեջ սրացումներ ա։ Օրինակ կրնաս ինձ Պարո Փաշյան բացադրես, օրինակ ինձի հարց տվին, հա, որպես քո օդնակլասնիկի ադմին, ինձի ասում են լսի, ասա Տիգրան, ինձի տենց էլ կսա է Ախուրյանցի անուն, ժուժուի հետ։ Կսա մեր Պարո Փաշյանը սաղոր բոշի մաղեն որին խփած, են անսիձելնիկ հեծանիվեն տակեն, խա, էտակ զվրրա բոշի պես։ Ու մենտեղ կմտնի կսա կրթվել են նորաձև է, հետո մեր վանական համալիրից, որը գտնվում է Մեղրիում, դուսակի կա, խա, պիժոնի պես, էտա ձեռների մատներ, ոնց որ պոպակ պնդուկ ծախող Ղախպալեոն, կդնա իրա շլվարի ջեպ, խա, դրա կողի կոյնած են երեխաների մայրն էլ, ոնց որ, չգիտեմ էլի, ինումա նման էտի, ոչ որ Բլաշինսկի ռնիկի աշխատող լինի, պերաշկի ծախող, էտա շլվարկ չկա իրա վրեն, ու կքայլա իրա մարդը հետ։ Ընձի խարցա գիտա Ախուրյանցի անուն, կսա, դու ինձ ասա, մեր Պարո Փաշյանը սաղոր ուրդեկ նստի, կսա կրթվել են նորաձև է, կսեմ խա, ինքն կսա։ Կանի ծամոն թալեմ, քո նման, աշխատավար չես տալի 7 տարի մի ծամոնն ենք ծամեմ, կնաս ծամոն, բարի պաղթ։ Էդքանով հանդերձ, մեր Պարո Փաշյանի որդին, իրանք դե Պարո Փաշյան տեղյակ չեն էլի, որ ինքն քոնը չի, գենետիկորեն էլի, մեծ են աշոտիկ զորավարը, կրթվածա թե չէ, էդ խարց ընձի տվել է առավոտ շուտ Ախուրյանցի անուն, են գամպրվորսորդական շան, գելխեղ շան դեմքով, ես կուզեմ էտա խարցը նուղեմ քեզ, քո էտա կողի կանգնած ճնջուլապաշներին, որ առավոտից իրիկուն մտնում են քո էջի տակ գրում են Պարո Փաշյան, կուզեմ պլոները տուտեմ, այն մեկը գրա, ես էլա գուզեմ, Պարո Փաշյան, դու կարող է էտա, են ութոտնիկ չէ, ոնց էր վաղո, էլի կթետակ խաղա, են 40 ոտնուկ ես, դու կարող է 40 հատ պուպուլիկ ունես,
Այդ ինչի է հմեն կմտնեն քո էջի տակ, կգրեն պարո Փաշյան, գուզեն քո պուպուլն ուտեն։ Կամ էդի հմեն հեչ, այդ ջուջլակերներն, այդ դրանք առանձին կոնտինգենտ են։ Ում պետք է մտցնել էտա գազովի կամեր, դու մի հատ գազեր բաց թողես, ուրիշ բան չսեմ, էլի որ չասեն, սպառնում է հանրությանը։ Էտա կուլտուրական կոնտինգենտ կա, չէ՞ մեր երկրի մեջ։ Մի հատ գազ բաց թողեց, իրանք ուշքի գան։ Աշոցիկ զորավար են, դորա պարո Փաշյան։ Քո տղացուն, հա։ Այ մարդ քունն չի ջանդամ, քո օրոքա մեծացած երեխեն։ Աշոցիկ զորավար, դորա պարո Փաշյան։ Հա։ Դու ջուզես քո սվթա քո երեխեքին կրթես։ Են խիպի շլվարով, բոթասներով, շնորոքներ արցկած, են բոմժի գուխլարկով, աշոտիկ զորավար են, դորա պարո Փաշյան, են որ գեներալ սինուս կոսինուսի կոչում է իր տվել, ասում էր իմ աշոցիկը, ցիտում եմ քո նման հզորին, հզոր էլի, որ ասում եմ հզոր քո դեպքում, նշանակում է ես կսեմ ղախպալյոն։ Ասում ես իմ աշոտիկը իր աշկերով տեսելը, թե ոնց է իր անգերը խրամատի մեջ զոհվե ականի պայթյունից, բայց քանի որ ինքը իմ տղեն էր, ինքն չզոհվավ։ Դորա քո աշոտիկ, պարո Փաշյան, կսես մի հատ, հե։ Դու ջուզես քո երեխու կրթությամբ զբաղվես, էլի գարեջուրա ծախում, խա, պարո Փաշյան, չգիտեմ դեմ կլնես թե կողմ, ես այսօր մտա ապտեկա 3 անգամ թանկ գնով առա էսի, գիտես ես ինչա, գրադուսնիկ, ջերմաչապ, մի հատ գուզեմ ղրգեմ դու քո ջերմություն չապա էլի, բայց դպրոցի վախտվա պես, էսի հետևը չմցնես, էսի դնում են թևի տակ, թապ են տալի, սենց, թապ տալը ուրիշ բան չխաս կնաս էլի, ձեռների մազորները սա կնկարա կցադնակլասնի, էսի չմցնես հետևը դպրոցի պես, են որ հիշում ես դպրոցի տարիներին, որ եկել էին երեխեքի ջերմությունը չափեին, ջերմաչափներ բաժնին, բացադրին ոնց տնեն թևի տակ, եկան տեսան դու մցրել ես հետևդ։ Պարո Փաշյան, էդմալ անասունների ջերմությունն է կչափեն։ Դեռ ես համաձայն եմ, համամիտ եմ, համակարծիք եմ, որ դու անասունից ընդհանրապես չտարբերվես, բայց վсё-таки երկրի վարչապետ ես։ Դիր թևի տակ, էլի։ Էս են 7 համարի կուրծքդ մի քիչ զորով քաշի մի կողմ, խա, կարաս, ասա թոքնեն, ով կա կողատ կայնած, վիբրատոր ալենեն, ռոմանոս պուպուլիկեն, հմեն, ասա թոքո կուրծքը վերամբար սկրունք զակաս դուր, հմեն երևա ստրոյկա ակեթա, մենք ընդիմադիր ենք, շենքակ սարքենք, այդ կուրծքան սենց քաշա մի կողմ, սենց ռեսկի, չէ, ռեսկի որանես կաթիս կդրվես, երկու հատ նարկոշ, ես ալնեմ սրանց սերը փոխեմ ես բոզի տղեկի, հլ ներագություն էլի, էդի քաշա մի կողմ, ջերմոցապն դիր թևի տակ, հետո, գիտես ինչ եմ նկատել, պարո Փաշյան, հլկային դրամ այդ նարկոշներն ուգացին, ես էթա մի հատ ակտիվ մասնակցեմ էլի իրենց ընտանիքի բազմացմանը, պարո Փաշյան, ես զգում եմ մերեն շատ սիրուն է, հլր կներեք էլի ժողովուրդ, պարո Փաշյան այնքան քունումանակ քայլա, ոտեր են ճողած, լսի պարո Փաշյան, ես էտա քո ռեպորտաժներ որ գնայեմ մեր հզոր վարչապետ, քո կողի ժողովուրդն բացի քո երեխաների մորից, ինչի են այդքան հեռու քայլում քեզնից, այդ գաղտնիքն մեզի կբացես ադնակլասնիկով, կարող է քո վրից շատ փիս հոտակալ եմ, պարո Փաշյան, լսի լեն անգամ ասի մինչև վերջ չասի, դպրոցի վախտով ես քիշեմ, որ դասարան էինք, որ եկել էր դպրոց, հա որդ քորը մեր, վերջը պարզվավ, որ ոչ թե դու ալերգիա ունես, այլ ուղակի տրուսիկդ այնքան չես փոխե, սենց մերվելա մաշկիդ հետ, քիշած որ եմ չես զանգինք, իջևան տեղ, եմ չես նեկավ մեծ բալգարկյան միացրեց, քու տրուսիկն զորով քերեց խանեց քու վրից, մգա շուշուտ ես փոխում քո ներքնաշորերն, չէ? Խաս կնամ էտա քու կողի քայլող կնիկ են, բլաշինկա ռինեկի պերաշկի ծախող կնիկ են, էտի էտ հոտին սովոր ա, բայց այդ ժողովուրդ հեռու է կքայլեն քեզնից, մեղ չեն այդ ժողովուրդ, պարո Փաշյան, քիշաս էսի, հլկանի իմ ալ ցույց տամ, քիշաս ես կուկուին պարո Փաշյան,
Քիշաս։ Ում անման։ Մեր դասընկերուհի Որմիզ դուխտին։ Քիշաս։ Խա։ Քիշաս ինչա կենեիր։ Հեն պարոն Փաշյան։ Որ կգայրես հետևի մասից յուբկեն կբարձնեիր, որն կպաչեիր կեթայր։ Էդ մալ դարար պատգամավոր պարոն Փաշյան։ Ասա նրա որն պաչելով։ Խա։ Լեզու դիզինֆեկցիա արել ես։ Մեր հզոր վարչապետ։ Հա։ Այս կուկուն պահեմ եմ։ Ղրգեմ քեվ այլ բրիսով, հնանջ հմայջ հայացք ունի։ Կարող ես սիրահարվես Ալենից յանտաս։ Ալենն ես ու գնկերդ։ Կուկու։ Կեթաս մեր պարոն Փաշյանի մոտ։ Ջուզես։ Ինքն օչլոտա։ Որն քակոտա։ Ճիճույա։ Չխոսա, կամ չնա պարոն Փաշյան, քեզից ամոթովա։ Ես կզարմանամ էտա մեր ժողովրդի վրա։ Չէ, ես չզարմանամ։ Նախ էտա են որոտանի մասն էր, որ դու սահմանա գծում արիր, է։ Են որ տներ վերցի տվի Թուրքին։ Գյուղի կեսն բան։ Եկան ընդ կայնան սալամաս քերեմ։ Դրոշական խփին կայնան։ Այդ մարտիկ մացին անտուն քո լեգիտիմության շնորհիվ սահմանա գծում ես անում։ Այդ մարդկանց Գորիսի քաղաքապետ Արուշ Արոշենյանն տուն տվեց, տեղ տվեց, մգա կեգան էլի կպատտվենք է։ Ես չջոգ եմ, մեր ազգետ ինչ ակ կատարվա։ Կսեն մեր պրգիչ, մեր եսի մով։ Ես գուզեմ, չեմ ուզեմ էլի հավատան, որ այդ պարնասեմ թե չէ վաղո, հերիքան խլինք թե այդ խաղաս։ Դոմփողի Ռոմանոսն քաղցրա, ես կուզեմ սամ Ստոկհոլմյան սինդրոմն, շատ արմատավորվե մեր ազգի մեջ։ Ով իրան վատությունակենա, մենք ենրան ավելի ակ սիրենք, մենք ասելով այդ ճնջուլապաշներ են, էլի։ Խա, մետ էլ կարևոր հարց ասեմ, ռոդս քաշեմ էթամ, քանի որ վաղո ես ջերմաչապ դիթևի տակ, ջերմություն բարձ է, պարոն Փաշյան։ Մետ էլ խարստամ, էլի։ Այդ Ախուրյանցի անոյի տված խարցին, որ ես չկարծա պատասխանեմ, թե դու քո զորավար աշոտիկը նչի կրթված չի, գիտես ինչ արեց անոն, են գատկի շներ ու կատուներ են էլ, եկե չշիկ էր արա կոշիկներիս մեջ, բադանելու բանա պարոն Փաշյան, կարող է մինչև իմ ադմին դառնալը դու ադնակլասնիկու պտեսպաներ ես արե, հե, պարոն պապեզող շռող, Ախուրյանցի անոյին մի հատ WhatsApp-ով SMS գրա, ասա Տիգրանն իմ ադմինն է, ադնակլասնիկի, չի կարելի չիշի կանել իրա կոշիկների մեջ, այն մանել գոզահոտակի կար, էդի վայթե քո նման է, աղկոչյանը որ չսովածանա, վերջի հարցը պարոն Փաշյան, ասեմ ու ռոդս քաշեմ էթամ, նստեմ Facebook, սենց ճլպած աշկերով նայեմ քո հեծանովա վազքին, առանց սիձելնիկ, Տրուբեն փոխա, թեն չոտը շոտա լոջե, տրուբեն փոքրը դիամետրը, մեծն դիր, 100 տրուբա դիր, դու սիրում ես մեծն։ Լրի վանկեղծակսեմ էլի պարոն Փաշյան, տես ասա էտա համացանցում, կյանքում, կան, խոսք օրինակ, տես Սերժ Սարգսյանի աջակիցներ, Ռոբերտ Քոչյանի աջակիցներ, Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, չգիտեմ, Վարդան Ղուկասյանի աջակիցներ, ազգային ժողովրդական բևեռի աջակիցներ։ Պարոն Փաշյան, գուզեմ խասկնամ, քո աջակիցները ընչեն այդքան մունդար, ընչեն այդքան գեշ, տձև, քառակուսի դեմքով, եռանկյունի հետույքով, տաբուրյատկա կրծքերով, հե պարոն Փաշյան, գուզես ասես այդ կլիմաքսի զոհի սինդրոմն դու էտա ցորենի պես շաղ ես տվե, սերմնացան ես խաղացե, Իմ ալ են այդքան գեշ, պարոն Փաշյան, հե, որ մեր նախկին իշխանություններ են, այն նախկին թալանցիներ են, որ գոնե մեկ հլնեին, խոսային մեր ժողովրդի հետ, ասեն Ժորժ ջան, մենք տես տնից զրգում ենք, հա, այդե սահմանագծում ենք անում, բայց մենք ամիս մեկ գալու ենք հետո ձեր տների կողը ֆրանկ եթանք, ու մոտենանք ասենք, էլում չեմ բարև է, Պարոն Փաշյան, ընձել որ գաս Մոսկվա պարադին, ընձել կպարևես, հա, դե չէ, մի հատ գախտնաբար հորինի էլի,
Խոսքի արի իրար հետ հորինենք ժուժու վարչապետ, այդ մալ։ Մեր ազնել գուզա պայքարա, յանեմ էլի, ազգի մի մասն։ Պայքարա, որ Նիկոլ վռնդա։ Իմալեք վռնդեք։ Նիկոլն գիտեք միակն է, չէ։ Նիկոլ վռնդելուց առաջ մեծարգո հայեր։ Այն իմ սուբյեկտիվ կարծիքն է, կարամ սխալվեմ։ Ես էլ եմ մահկանացու, ես էլ անսխալական չեմ։ Եկեք մի հատ ազգովի մտածենք, Նիկոլի նման մտածելակերպ ունեցող քանի հոգի, քանի հազար հոգի կա մեր ազգի մեջ, մեր երկրի մեջ։ Լիքն է։ Այդքանով հանդերձ դուք կուզեք ասեք, որ դուք ձեր Facebook-յան ստատուսներով, ձեր Facebook-յան լայվերով, եսի միջերով կռնակ այդ մարդկանց խամոզեք, որ 2026 թվին իրանք Նիկոլ չընտրեն։ Հա, այդ առումով դուք մեզա կխաբեք, թե ինքներդ ձեզ։ Հե, էսի լրիվ լուրջ էլի։ Դուք ում եք դրա էշի տեղ, կսեք մի հատ։ Որ դուք կուզեք հմենին համոզեք, որ դուք ձեր Facebook-յան ստատուսներով կարանալու եք ժողովրդի մի որոշակի հատվածի համոզեք, որ Նիկոլն քխա։ Հե? Եթե մի մարդ, եթե մի անձնավորություն, գետակ փաթվա իրան տնից զրգողին, հա, կասա մեռիմ քե, կուզեմ ոտի տակ գառն մորթեմ, բայց այն գառն 120 արագության կփախնի, կսա անտեր տերը թաղեմ, ընձի են չորյակ մորթես, էտյա քո տուն խանձն է։ Հետո կելնաս ես պրինչ կրկոլորակ, սապարը պաշեմ պարև, էդ խելենքոն ձերը կտա մեր հեզոր վարչապետին։ Էդ մարդկանց ինչ ասես։ Ես չեմ մեղադրեմ, անկեղծ եմ ասեմ չեմ մեղադրեմ, որտեղ մեր նախկին ոչ մի իշխանություն չի գնացե, գյուղացու հոգսերով չի մտահոգվե։ Մգա կենա Նիկոլն, որտեղ նախընտրական պայքարի մեջ է շուտով մտնելու ինքն։ Գուզացույց տա, որ ինքն ամեն ինչ անում է ժողովրդի համար, ժողովրդի հետ։ Ու այդ կոնտինգենտն չի լսում ինչակ խոսա մեր Նիկոլ Փաշինյան։ Մեր Նիկոլ Փաշյանը ազգությամբ թուրք, կսա ցեղասպանությունը մենք ինքներս ենք կազմակերպել։ Մենք ինքներս մեզ ցեղասպանել ենք, քանի որ դա նստած է ցիտում եմ քեզ։ Ղախպի տղա Նիկոլ Փաշինյան, վերջը քֆուր արի, մեր գենոֆոնդի մեջ։ Ես կուզեմ խասկնամ, որ կսես մեր, դու մի նկատի ունես, հայերին, թե ձերոնց, թուրքերուն։ Ոնց կարա ցեղասպանությունը կազմակերպի հայը, էթա միլիոններով դերձորի անապատում կոտորվի։ Կասես մի հատ, բոզի տղա։ Չի ասեք 25+, բայց էլ չեմ կարամ պահեմ մեջս։ Կասես մի հատ, կբացատրես հայ հանրությանը։ Այդ տրոյական ձի, շատերը չեն հասկնա ինչ նշանակում տրոյական ձի, որ բերը ներդրվել ես։ Հայ հասարակության մեջ ներսից մեր բարոյ հոգեբանական ազգային կերպարը վերացնելու, նվաստացնելու, չգիտեմ, պլենդուզի մակարդակից ցածր իջեցնելու, պայքարի մղումն ու ջիղը կոտրելու, ամեն օր մեզ քարոզելով, որ մենք իրավունք չունենք պայքարենք, մենք պիտի հարմարվենք մեր այսօրվա իրականության հետ։ Մենք ով ենք, որ պայքարենք, մեզ գալիս է թուրքը սպանելու, գլուխներս կախ ոչխարի պես պիտի հարմարվենք դրա հետ։ Ու մարդիկ Facebook-ով գուզան ժողովրդին խամոզեն, որ իրանք մարդկանց ուղեղների մեջ հեղափոխություն ակենեն։ Լավ եք անում։ Մի անգամ ասել եմ, մի անգամ էլ կասեմ, այն ինչ տեղի ունենում այսօր մեղավոր են բոլորը։ Բոլորն են մեղավոր։ Ստե մենակ Նիկոլի գործոնը չի։ Բոլորն են մեղավոր են։ Բայց շատ քչեն են կարում իրոք անկեղծ զղջան ու հասկանան ու հելնեն պրիզնատ գան, ասեն ախպեր հա ես էլ եմ մեղավոր, որ այսօր Նիկոլը կա։ Ախպեր իրոք ես էլ եմ մեղավոր, որ ես ժամանակին չեմ կարողացա իմ հայ գյուղացուն, իմ հայ քաղաքացուն բացատրեմ, որ ազգն ու ժողովուրդը գոյատևում է ազգային գաղափարախոսության հիման վրա, ոչ թե հայկական դպրոցներից հանվում է հայոց պատմությունն ու հայ եկեղեցու պատմությունը, դրա տեղ պետքա դասավանդվի ինչ-որ մի գոմիկի պատմվածք, թե ոնց ինքը ծնվելով տղա որոշեց, որ ինքը պիտի լինի
Պիտի մատուցի աղջկան հարիր ծառայություններ։ Էտա են մեղրն քսեց, որին, խոնած դեպիլացիան արեց, ճոնգրեց այդ իր գանգուրիկ մազեր, գնաց որոն դեմ տվեց, ասեց ընձի շինեք, ես Ռոմանն եմ Բաղդասարյան։ Այդքանով հանդերձ մենք Facebook-ով, մենք ասելով ես չէ, ես քաղաքականության մեջ չեմ, այն մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ կսեն, յա ասետրիննա, բայց իրանք հասարակ քաղաքական բարիք են, բարիք, առևտրական, մի պստիկ ամնեմ, մեզ կան, մեզ չնչին, նվազագույն թել, բարակ։ Երեք եմ մտածի, ասում եմ, Աստված ջան, եթե ես ելնեի Նիկոլական, հա, ես Երանի չեմ տա անդիմությանը, լուրջ եմ ասում, են մալ գովայ Նիկոլին, են մալ պնով է ես, որոշակի կեղծ ընդիմադիր թևին, են որ ընդիմություն ակ խաղան, են որ մեկը կելակ Նիկոլի սարրեն փոխեք, չէ, կլեն ինչ կասես կրեն։ Էլ Սորոսի վաստակ, էլ Սորոսի գրանտակերգ, ընչի, դրա փոխարեն կարելի է գալ մեկ հայտարի շուրջ, հայ ազն ու հայ ժողովուրդը, բարոյը հոգեբանական վտանգի տակ է կանգնած, եթե ազգայինը վերածվում է մեր երկրում։ Ուստե Նիկոլը մեղավոր չի, ոնց կուզեք հասկացեք։ Նիկոլը չի ստիպե այդ գյուղացուն, գա իրան փաթ տվի, հա կարող է մեկին փողա տվի, ասե արի փաթ տվ ինձի, ասա իմ հզոր վարչապետ, բա էլ մնացածը։ Դրա մասին մտածել են Facebook-յան ստատուսներով հայրենիք փրկողները, չէ։ Չեմ անում։ Գալիս է մի պահ, որ էլ մարդ չի հասկանում, ինչ խոսա, ոնց խոսա, կամ արժի արդյոք խոսել։ Լրի մկների ժողովն է Հայաստանյան իրականությունը։ Իբր թե գոյություն ունի ընդդիմություն, պարլամենտական, բայց հենց նույն պարլամենտական ընդդիմությունից ոչ մեկ չի գալի ազգային ժողովի ամբիոնի մոտ ասում լսի, քնձղ, ինչ գործ ունի գանձակից թռած ինքնաթիռը Ադրբեջանից, գա ֆրա Սյունիքի վիրով, հետո գա իշնի Սյունիքում, տոլի Բաքվում։ Հարցեր չկան։ Չէ, հարցեր կան, բայց հնչեցնողներ չկան։ Որ 21 թվին ասում էին, մենք գնում ենք ազգային ժողով մեր օրակարգով։ Ես չեմ ուզում ոչ մի կոպիտ խոսք ասեմ ընդդիմադիր ոչ մի թևի։ Բայց կա մի հատ հասարակ ճշմարտություն, որ ես շատ վաղուց եմ նկատել Facebook-ում, ով ոնց կուզի թոնթունի։ Մի հատ թթու խոսք քննադատական, կուլտուրականի, էթիկայի եւ էսթետիկայի կանոնների մեջ։ Իմ կողմից եթե հնչեցվի խոսքի Ռոբերտ Քոչարյանի Հայաստան խմբակցության պատգամավորների հասցեին, որպես տարբերակ, հաջորդ օրը իմ էջը բլոկվում է։ Խի։ Իմ համար է հետարքի, ես իմ համար եմ հարցնում։ Այս վիդեոն ոչ էլ քսելու եմ YouTube։ Իմ համար է հետարքի, հարգելիներս։ Խի։ Նիկոլին սարքում եմ, չգիտեմ էլի, պերաշկի ծախող, սեմուշկա ցրողի կարգավիճակի հայվան, իմ մեջ այդքան չի ենթարկվում բողոքների ու բլոկների, ինչ հանգարց մի հատ թթու խոսք եմ ասում Հայաստան Դաշինքի պատգամավորներից մեկին կամ մի քանիսին, որ ասում են, որ դու կտեք, ձեր օգտակար գործողության գործակիցը ո՞րն է։ Մեկ էլ տնա մեկավ բողոքներ են։ Մեկ էլ տնա էջը սահմանափակին տարու կեսով։ Ես ձեզ ասում եմ դուք հայ չեք, ես ձեզ ասում եմ դուք, չգիտեմ, Նիկոլ եք, հա, բայց պրինցիպի հիմքերն ունեմ ասելու, լիքը պատգամավորների ունեմ ասելու, որից մեկը Գեգամ Նազարյանն է, որը հիմա Հայաստան Դաշինքի մեջ չի։ Չէ, չեմ ասում։
Այդ անհամես հարցեր տամ ու ռադեսկաշեմ էտամ։ Սերժ Սարգսյանի թևն ասում է Սերժ Սարգսյանը մեզ ուզում է փրկի։ Պիտի փրկի մեզ Սերժ Սարգսյանը։ Բան չունեմ ասելու։ Դուք հավատում եք դրան, դուք դա ձեր իրավունքն է։ Նույն բանը ասում են Ռոբերտ Քոչյանի աջակիցները։ Հիմա դիմում եմ այդ բոլորիդ։ Լրիվ էսթետիկայի եւ էթիկայի կանոնների մեջ։ Դուք հարց ուղղել եք ձեր լիդերներին։ Արդյոք իրանք ուզում են վերցնել իրանց վրա այն գրուզը, որի տակ մի ողջ երկիր ու պետություն մտցրել է Նիկոլ Փաշինյանը։ Իրանցից ո՞ր մեկն է պատրաստ վերցնի այդ պատասխանատվությունը։ Ես անձամբ ոչ Ռոբերտ Քոչյանի, ոչ Սերժ Սարգսյանի բերանից չեմ լսել։ Այո, մենք պատրաստ ենք վերցնել եւ մեր երկիրը հանել էս կղանքից։ Չեմ լսել։ Այդքանով հանդերձ։ Ինչ փրկության մասին է գնում խոսքը։ Իմ համար շատ հետաքրքիր է։ Ասեք, խոսեք, գրեք, հասկանանք։ Հասկանանք դուք ինչ մոտեցում ունեք։ Եթե դուք առաջ եք վերում ձեր քաղաքական լիդերներին, ասում եք, ինքը մեզ կօգնի, մենք ազգովի, երկրովի ժողովրդով դուրս գանք այս կղանքի միջից։ Ամեն ասոր հերթական անգամ չդառնանք ծաղրի առարկա։ Ամեն ասոր մի հատ ադրբեջանցի բոզի տղա բլոգեր, եսին որդե չծաղրի Արցախում մնացած կուզեկուզ քայլող հայ պապիկին, ասելով, որ դու ուտում ես ադրբեջանական հացը։ Ամեն ասոր կամ օրը մեջ ինչ-որ մի հատ բոզի տղա չմտնի մեր հայկական 5-րդ, 7-րդ դարի եկեղեցին եւ չասի սա ալբանական է։ Մենք փորձենք մեր ազգային արժանապատվությունը մի փոքր վեր բարձրացնենք։ Բոլորս իրար հետ, բոլորս իրար ձեր բռնած, մեկս մեկի թիկունքին կանգնած։ Չլինի տարբերանշաններ պագոնների պես։ Ես Քոչարյանական եմ, ես Սերժական եմ, ես Նիկոլական եմ, ես Դոգական եմ, ես Ժիրայր Սեֆիլյանական եմ։ Այդ տարբերանշանները դժվար է հանելը։ Եթե մի պահ հանեք, դուք իրար դեմքի նայելով կհասկանաք, որ մենք բոլորս էլ հայ ենք։ Ամեն մեկս ունի իր ուրույն մտածելակերպը։ Իր անկախ իր ուղեղի մեջ իր գորշ բջիջների շարժումներից առաջացած տրամաբանությունը։ Մեկը կարող է մտածի էս ալա, մյուսը էնա վատ, բայց դրա համար գոյություն ունի ազգային համախմբում, ժողովրդական միացում ոչ մեկ չի առաջարկում, գնաք փաթաթվեք Ախուրյանցի անոյին, ասեք անո արի մեզ փրկի կամ ժուժուին։ Բայց հայը պիտի հասկանա, որ այդ նույն հայն է իրան խրամատի մեջ իր թիկունքը պահելու կրակելով դու կրակում ես հյուսիս, ինքն էլ պիտի կրակի դեպի հարավ, եթե դու ունես շրջափակման մեջ։ Այլ ոչ թե հասցնեք այն աստիճան, որ նույն խրամատի մեջ գտնվող 2 հայ կամ 3 հայ մեկը մեկին գյուլի, վերջի մնացածն էլ ձեռները բարձրացնի, ասի ես հանձնվում եմ գերի։ Այդ է հենց կոտրվում ազգային գաղափարախոսությունն ու ազգային ոգին։ Թե չէ հայա քվե, զարթնիր լաո։ Լաոն շուտ է զարթն է, ասեմ իմացեք։ Լաոն զարթնել է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Նայել են 1980 պոռնո կինոյին, ինչ որ դուք եք նկարել Երևանի փողոցներում։ Խոռոփե ու դուս է եկե երկրից։ Ասելով ձեր մուր, ձեր գլուխ։ Որտեվ ինչքան կարելի է ասել, խոսալ, որ մի տարանջատեք երևանցի, էջմիածնեցի, սյունեցի, աշտարակցի, մի տարանջատեք, բոլորն էլ հայ են։ Կամ նույն Նիկոլ Փաշինյանը կամ Արսեն Թորոսյանը, երբ որ ազգային ժողովի ամբիոնից ելույթ են ունում եւ ասում են Սփյուռքը իրավունք չունի խառնվի Հայաստանի ներքին գործերին։ Անդիմադիր երկու թևերից ոչ մի падգամավորի ելույթ ես չեմ հիշում, երբ որ կմոտենար ազգային ժողովի ամբիոնին եւ կասեր լսեք, հարգելի գործընկերներ, նույն Սփյուռքը, որ դուք այսօր ասում եք գործ չունի Հայաստանի կյանքից, հեռու պիտի մնա Հայաստանից։
մեզ 44 օրյա պատերազմի ժամանակ ուղարկեց հսկա ծավալ օգնություն։ Եվ գումարային, եւ չգիտեմ, դեղորայք, հագուստ, բրոնեժիլետ, կասկեք։ Այդքան ասելու փոխարեն եկեք մի հատ քննարկենք, ինչի է օգնությունը մնաց կարգոյի պատվաներում ալ չհասավ մեր տղեկին կռվող։ Էդ եկեք քննարկենք։ Սփյուռքի մասին խոսելուց մի մոռացեք, որ Սփյուռքում կան հազարավոր հայեր։ Ովքեր չեն դադարում հայ լինել, անկախ իրենց ապրելու տեղից, անկախ իրենց ապրելու վայրից, քաղաքից, գյուղից, հանրապետությունից, երկրամասից, աշխարհամասից։ Որ այդ մարդկանց համար, եթե ոչ ձեր չափ, ապա գոնե ձեր կեսի չափ թանկ է իրանց հայրական տունը, նախնիների գերեզմանը, որը վաղը մեր բոլորի անտարբերության պատճառով շատ հնարավոր է թուրքը պղծի։ Ու այդ նույն սփյուռքը հայը, որ դուք ասում եք գործ չունի ինքը Հայաստանի գործերից, գա որ գնա իր ծննդավայր, իր քաղաք, իր գյուղ, այցելի իր նախնիների շիրմաքարին խունկ ծխալու կամ ծաղիկ խոնարելու։ Այցելելու ճանապարհին չլինի ինչ-որ մի հատ քաշված փշալար, որը քաշվել է Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետ կոչվածի դաբրոյով եւ լեգիտիմ որոշմամբ, որ հայը կարոտով չնայի իր նախնիների գերեզմանին։ Ուզենա գնա խունկ վառի, տենա թե գերեզմանը քարել չկա։ Էքսկավատորը դրե բրթետ հավասարցել են հողին։ Պաղծել են, ջարդել են, ոնց որ անում էին Արցախում։ Արեցին ու անում էին Արցախում, ու հիմա էլ են անում։ Բայց մենք չէ, մենք ինչ գործ ունենք, մենք ազգովի ազգային մտածելակերպից։ Մենք երբ որ մեզ ասում են ազգային, մի քիչ շատ տարածվա, մենք մտածում ենք նժդե, մենք մտածում ենք Գեորգ Չաուշ, Անդրանիկ Փաշա, բայց մենք չենք վերլուծում նժդեհը ինչերի մեջով է անցե, որ արժանացել է նման տիտղոսի։ Անդրանիկը ինչերի միջով է անցե։ Երբ որ ցեղասպանությունից փրկված հայ երեխեքին մեկ հայը մեկ ոսկի վերնագրով ինքը առնում էր եւ ուղարկում էր, չգիտեմ, Անգլիա, Ֆրանսիա, որ երեխեքը կենթանի մնան, որպես մեր ազգի գենոֆոնդի իրենք իրենց մեջ կրողներ։ Մեզնի շատերը հպարտությամբ ասում են նժդեհը Սյունիքը պահեց։ Հա, նժդեհը Սյունիքը պահեց։ Բայց նույն նժդեհին հայը հանձնեց բոլշևիկյան Ռուսաստանին։ Հայը։ Այն նույն հայը, որի նախնիները այսօր միգուցե, եթե բնակվում են Սյունիքում, գոռում են Սյունիքը հայկական է։ Հասկանում եք, մեր գենոֆոնդը չսիրելու աստիճանը։ Այ մեզ Ամերիկայում, հսկայական սփյուռք ունենք Ամերիկայում։ Ողջույններս եւ հարգանքներս բոլոր արժանապատիվ հայերին։ Փոքր հայկական թաղամաս, հայկական անուններով թաղամաս։ Դրանով հանդերձ հայը իր կարոտն առնում իր երկրից։ Հայկական խանութների ցանց։ Բայց հայկական թաղամաս մտնելուց ոչ մի ամերիկահայ ինքը Հայաստանի համն ու բույրը չի զգում այդ խանութից առած ծիրանի ջեմով, չգիտեմ, սալորով։ Ինքը ուղղակի իր սրդահովան գեր, որ ասում է կսկծու փառք Աստծու։ Ինքը փորձել է իր երևակայության ու ֆինանսական միջոցները ներդնելով ստեղծել Հայաստանի մի փոքր անկյուն օտար երկրում օտարի հողի վրա։ Ինձ թվում է մեզանից շատերի մեջ այդ գենոֆոնդը ավելի շատ է զարգացած, քան մեր ազգայինը պահելու գենոֆոնդը։ Այսինքն շատերը Հայաստանում բնակվողներից կգերադասեն գնան Ամերիկա, հա, նորմալ է, մարդը ուզում է գնա Ամերիկա ապրի։ Ինքը գնա հայկական թաղամաս մտնի հայկական խանութից առնի խոսքի ծիրանի ջեմ,
Հասարակ օրինակ։ Բայց ինքը իր Facebook-յան էջը միացնելով չբարձրաձայնի այն փաստը, որ հայկական ողջ պատմամշակութային ժառանգությունը իր մեջ պարունակող մատենադարանը հանվել է վաճառքի եւ վաճառվել է իբր թե ինչ-որ ֆրանսիական ընկերության։ Այդ դրանով հանդերձ մեր ազգի, մեր ժողովրդի մեծամասնության համար ազգային մշակույթ, ազգային էթնոս, ազգային տարազ հասկացողությունները դա ասում են նախքին դարա է հերու տար։ Խի։ Եթե դու հայ ես, եթե դու ունես հայեցի դաստիարակություն, հայկական կրթություն, հայկական արմատներ, դու ավելի շատ հոգեկան բավարարվածություն եւ հաճույք կզգաս հայկական տարազով ապարող մեր ջահել աղջիկ տղաների բարից, թե ինչ որ ջինեսով, ասել կարգին հաղորդման մեջ մեկոն, ջինես, կամ քիպ տրիկոյով, էտ իրանց բարեմաստությունները, որ ընդգծում են, թե խեն ընդգծեմ, ում համար են ընդգծեմ, էդի հարցի ընդհանրապես 10-րդ կողմն է։ Ազգային վերածնունդ, ազգային եսիմինչ, ազգային, նայում ես ընենց ամպա գորգոր վերնագրեր է Facebook-ում, ազգային զարթոնք, լավ, եկեք շեշտադրում արեք ոչ թե զարթոնքի վրա, հարգելի հայեր, այլ ազգայինի վրա, հենց են Զ ու Գ տառերի վրա, կամ A տառի վրա, շեշտ, երկու հատ դրեք, ազգային, ու փորձեք հայ հանրությանը բացատրեք, ինչ է նշանակում ազգային, որ հենց նույն ազգայինի տարբերանշանով ճակերտների մեջ դու այսօր կարողանում ես ցանկացած երկրում ներկայանաս որպես հայ, որպես ինչ-որ էթնոսի ներկայացուցիչ, որ դու ունես հազարամյա պատմամշակութային ժառանգություն, դրանով ես դու տարբերվում, ոչ թե ազգային զարթոնք, եկեք միացեք մեզ, վռնդենք Նիկոլին, հետո դրա մեջ ո՞րն էր ազգային, Են որ սա ապազգային տարա, գիտեն շատերը, բայց ամենամեծ ցավն է, որ դուք չեք կարողանում ունենալով հսկայական ռեսուրսներ, բացատրել, թե որն է մեր ազգի համար կենսական նշանակություն ունեցող ազգայինը բառիս ամենաուղիղ իմաստով։ Կամ չեք ուզում, կամ չեք կարողանում։ Ինչև է, չեմ ուզում շատ խոսամ։ Առայժմ մեզ քանա։ Նիկոլ Փաշինյան, ջերմացապա գրգեմ, անպայման թևիտ տակ, ուրիշտեղ չմցնես։ Ես հուսով եմ, որ կգա մի օր, որ մենք ոչ թե մենք, այլ մեզանից շատերը ոչ դատարկ հպարտությամբ կասենք, այո, մենք հպարտ ենք, որ հայ ենք։ Բայց հպարտ չենք նրանով, որ Արցախում պապիկ մորթած բոզզի տողովրից Հայաստանի կառավարությունը մեղադրական ակտը հանել է, ինքը գնում է բարեկամության Ադրբեջանի հետ, դրա համար չենք հպարտ։ Մենք հպարտ չենք, որ մենք թքած ունենք Գուրգեն Մարգարյանի հիշատակի վրա, ով կացնահարվեց Սաֆարովի կողմից։ Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները, Նիկոլ Փաշինյանը վերականգնեց Հունգարիայի հետ, բայց Հունգարիայի ղեկավարությունը ներողություն չխնդրեց, որ Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին ու այդ բոզի տողուն շնորհվեց իրանց երկրում ազգային հերոսի կոչում։ Հետո մեզ փորձում են համոզել բոլորին եւ Հայաստանաբնակ եւ աշխարհասփյուր, որ խելոք գառը երկու մոր կաթակուտա, չէ։ Դուք խելոք հասկացողության բառամթերքի այդ բուն արմատի մեջ մցնում եք ոչխարային մտածելակերպ։ Ինձ ոչխարային մտածելակերպով հայ պետք չի, կոնկրետ ինձ, որ մերեսիդ ապտակում են մեկնել դեմտուր, չէ, ես իմ տղուն ասել եմ,
փորձում են ապտակել, խեռթանի դեմ դուր։ Կամ տշի վները, ում կպավ, հազար ներողություն համեմատության համար։ Դիմացին հետո որ քեզ պի ապտակի։ Չէ, մենք խոնար ու հեզ։ Մտի տենց էլ, մենք ամոթ հա, մենք չենք կարում պայքարենք։ Մենմա այդ կարգին եմ ասում, կիսաբաց լուսամուտների ֆորմատի մեջ, մեջ ջուղթ լրփի զավակ, նստեն ու ասեն, մենք չենք կարում պայքարենք, դրա համար Սյունիքը տվինք։ Ինքը չէր կարում կրակեր, որտեվ պատրոն չուներ։ Էդ ամնամ։ Ամենալայնածավալ երջանկության համար։ Առայժմ այսքան է, բոլորիդ լավ օր։